Ընտրական գիշերը մինչ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածուն հայտարարում է, թե իր ուժը հաղթել է եւ միանձնյա կառավարություն է ձևավորում, խորանում են ընդդիմադիրների կասկածները, որ ընտրություններն արդար ու առանց կեղծիքների չեն անցել։ Հետընտրական առաջին ինտրիգն է դառնում երրորդ ընդդիմադիր ուժի խորհրդարան անցնել-չանցնելու հարցը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության անվան դիմաց հայտնվում է 58368 ձայն, երբ ամփոփվում են բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աղյուսակի 4% է ստացել Բարգավաճ Հայաստանը, հաղթահարելով խորհրդարան անցնելու արգելապատնեշը։ Ժամեր անց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարում է, Բարգավաճ Հայաստանը չի հաղթահարել անցողիկ շեմը։ Գիշերը աղյուսակում ներկայացված չեն եղել էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։ Մենք ունեցել էինք 537 այսպես ասենք ցուցակային նման քվեարկելու իրավունք ունեցող, որոնցից 410-ը էլեկտրոնային եղանակով մասնակցել էին քվեարկությանը։ Եվ այդ թիվը ներառված չէր մեր կայքում հրապարակվածի։ Փորձագետները սկսում են հաշվել խորհրդարան անցնող ուժերի մանդատները, ըստ այդ հաշվարկների քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 64 մանդատ է ստանում, Ուժեղ Հայաստանը 29 մանդատ, Հայաստան դաշինքը 12 մանդատ։ ՔՊ-ն միանձնյա ձևավորում է կառավարություն, ընտրում վարչապետ, հնարավորություն է ստանում սահմանադրական օրենքներ ընդունել։ Բարգավաճ Հայաստանի խորհրդարան անցնելու դեպքում ՔՊ-ն 61 մանդատ է ստանում ու սակավ լիազորություններով աշխատում խորհրդարանում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը աճպարարություն է անվանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործելավոճը եւ հայտարարում վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու մասին։ ԲՀԿ-ականները համոզված են ձայների վերահաշվարկից հետո իրենք կանցնեն խորհրդարան։ Օրինակ 4 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներով 120 ձայն են ստացել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայք է մուտքագրել 9 ձայն։ Երբ խոսում ենք 120-ի մասին, դրանք արդեն իսկ արձանագրված ձայներն են, որոնք որ երևում են ընտրատեղամասերի արձանագրությունների քաղվածքներում։ Հունիսի 9-ին Հանրապետության 86 ընտրատեղամասերի արդյունքների վերահաշվարկ է սկսվում։ Բարգավաճ Հայաստանի անդամները համոզված են, իրենք ստացել են անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասող 60 ձայնը։ Մենք էլ այդ պատնեշը հաղթահարելու խնդիր չունենք։ Մինչ ԲՀԿ-ն փորձում է ապացուցել, որ հաղթահարել է անցողիկ շեմը, քրեական գործ է բացվում Գագիկ Ծառուկյանի դեմ, դատախազությունը պնդում է հարկեր վճարելուց խուսափել է ԲՀԿ ղեկավարը։ Ծառուկյանի անվան շուրջ մեկ այլ սկանդալ էլ նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանն է դաշնետում, թե իբր ԿՊԱ-ական Խաչատուր Սուքիասյանը բանակցություններ է վարում Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի նա միանա Փաշինյանի թիմին։ Այս հայտարարությունը սրիկայություն է անվանում Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։ Չնայած Տոնոյանի հերկմանը կառավարության բրիֆինգների սրա է հասնում Աղազարյանի հայտնած տեղեկությունը։ Որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա։ Ըստ վերլուծաբանների հնարավոր գործարքի մասին տեղեկությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ԿՊԱ-ականների համար ԲՀԿ-ի 5 մանդատը։ Եթե ապագա խորհրդարանում Բարգավաճ Հայաստանը ունենա այդ մանդատները, ԿՊԱ-ականները 61 մանդատ են ունենալու եւ ըստ քաղաքագետների աշխատելու են կապված ձեռքերով։ Ամենակարևորը խաղաղության պայմանագիր լինի, թրիպ լինի, նմանատիպ միջազգային ինչ օրենքեր լինի, Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող ազգային ժողովով անցկացնել։ Քննարկումների ու հնարավոր զարգացումների այս շղթան կոտրվում է 5-շաբթի գիշերը վերահաշվարկի ավարտից ժամեր առաջ արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչում 2 ընտրատեղամասերի արդյունքներ։ Դրանք այն տեղամասերն են, որտեղ քվեարկության ժամի ավարտից հետո հարյուրավոր զինվորներ դեռ քվեարկում էին։ Խորհրդարան անցնելու համար 60 ձայնի համար պայքարող Բարգավաճ Հայաստանը այդ որոշման արդյունքում 213 ձայն է կորցնում։ ԲՀԿ-ն դասական այլանդակություն է անվանում ԿԸՀ որոշումը։ Հայաստան, Ուժեղ Հայաստան դաշինքները Բարգավաճ Հայաստանին սատարող հայտարարություններ են տարածում։ Լռությունը խախտում է ԲՀԿ ղեկավարը Ծառուկյանը հայտարարում է, որ կուսակցությունը իշխանության անօրինականություններին դիմակայելու քայլերի շարք է սկսում։ Ես շնորհակալություն եմ հայտնում 3 գիշերվանից մեզ աջակցություն հայտնած բոլոր քաղաքական ուժերին, հանրային գործիչներին, լրատվամիջոցներին։ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը եւ ընտրողի շահերը եւ դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների եւ դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ միասնական օրակարգի եւ քայլերի մշակման համար։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ տված բոլոր խոստումներն ու հավաստիացումները ուժի մեջ են։ Ոչինչ չի փոխվել եւ չի փոխվելու։
Ես ձեր Ծառուկյանն եմ։ Ուրբաթ ԲՀԿ համակիրները հավաքվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Ըստ նրանց Վահագն Հովակիմյանը տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը կայացրել է ընթացակարգը խախտելով, որպեսզի Բարգավաճ Հայաստանը չանցնի խորհրդարան։ Ամեն ինչ անում են ԲՀԿ-ին ֆիլտրելու համար։ Հիմա ցանկացած մեթոդի գնում են հենց ընթացակարգի խախտումը մեր մոտ լեգիտիմ կասկածած ստեղծում, որ նպատակը ազնիվ չի, նպատակը ընտրությունների օրինականությունը վերականգնելու ցանկությամբ չի։ Ուրբաթ երեկոյան հայտնի են դառնում վերահաշվարկի արդյունքները, ըստ դրա ԲՀԿ ձայներն ավելանում են 147-ով, բայց դեռ կասկածի տակ է ԲՀԿ-ի խորհրդարան անցնելը երկու տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու սկանդալային որոշման պատճառով։ Իրավագետներն ապօրինի են անվանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշումը։ Ըստ մասնագետների, ԿԸՀ-ն իրավասություն չուներ անվավեր ճանաչել տեղամասերի արդյունքները, դա պետք է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն աներ։ Հիմա բայց ընտրական օրենսգիրքը ասում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը դու կարող ես քո վերահսկողական ֆունկցիայի կամ անձի դիմումի հիման վրա վերանայել ընտրատարածքայինի որոշումները բացառությամբ, եթե դրանք վերաբերվում են ընտրության արդյունքների։ Իրավագետը համոզված է վարչական դատարանը կարող է բեկանել ԿԸՀ սկանդալային որոշումը։ ԲՀԿ-ականները այդ պահանջով երկու հայց են կազմում, շաբաթ երեկոյան մտնում դատարան։ Մի քանի ժամ տևած նիստից հետո վարչական դատարանը մերժում է Բարգավաճ Հայաստան կուսակցության հայցերը։ Փաստաբան Արամ Օրբելյանը պնդում է, թեև դատարանը մերժել է հայցերը, սակայն արձանագրել է վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտությունը։ Ալբերտ Սերոբյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր, Կիրակի։